Factor TV-ի տեղեկություններով իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում Ապարանի համայնքապետարանում։ Գործողությունն իրականացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։ Ապարանի համայնքապետն ընդդիմադիր Կարեն Եղիազարյանն է։ Հայաստանում 2026 թվականին արտահերթ ընտրությունների գնալու կարիք չկա, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ, այդ պատճառով արդեն նախընտրական շտաբի պետ է նշանակել։ Ըստ Հարությունյանի, շտաբի ձևավորումը կապված է նրա հետ, որ իշխանությունն առաջին անգամ ցանկանում է առանց ցայտնոտի կազմակերպել իր աշխատանքը։ Նա նաև շեշտել է, գուցե աշխարհացունց այնպիսի իրավիճակ լինի, դրանից որևէ երկիր ապահովագրված չէ, բայց հիմա պատրաստվում են 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական ընտրություններին։ 2020 թվականի նոյեմբերին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ դատարան ուղարկված գործի Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ, սակայն դատարանը հրապարակել է վերդիկտ սպանության փորձի հոդվածը վերավորակելով նախկին քրեական օրենսգրքի ավելի մեղմ հոդվածով։ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Դեպքը տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմը դադարեցնելու եւ Արցախի մի շարք տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո սկսված ցույցերի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը եւ այսպես կոչված դիզելի գործը միավորել Սերժ Սարգսյանին առնչվող մեկ այլ գործի հետ։ Գործով անցնող Գևորգ Հարությունյանն ու Բարսեղ Բեգլարյանն այսօրվա դատական նիստում չեն առարկել Մակինյանի միջնորդության դեմ։ Այսպիսով Սերժ Սարգսյանին առնչվող 4 գործերը քննվելու են 2 վարույթում։ Չնայած օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած խաղաղության հռչակագրին մի շարք մարդասիրական հարցեր շարունակում են մնալ չլուծված։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանի ժամանակ հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտել է Ադրբեջանում պահվող անձանց ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է ըստ նրա բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է, որ Վրաստանի 3 հիմնական ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու փորձերը սպառնում են երկիրը մղել դեպի միակուսակցական բռնապետություն։ Իշխող վերացական երազանք կուսակցությունը նախորդին հայտարարեց, թե դատական հայց է ներկայացնում սահմանադրական դատարան փոփոխությունների համար կոալիցիային, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժման եւ Հզոր Վրաստան դաշինքն անօրինական ճանաչելու համար։ Եվրոպայի խորհրդի Վրաստանի հարցերով երկու զեկուցողներն այսօր կոչ են արել երկրին հետ վերցնել հայցը։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերականգնել է Գազայում հրադադարը նախորդ օրվանից տասնյակ թիրախների վրա մի շարք հարվածներ հասցնելուց հետո։ Նշվում է, որ Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում հրամանատարական դիրքեր զբաղեցնող 30 ահաբեկչի։ Հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, որոնցից շատերը երեխաներ են, հայտնել են անկլավի պաշտոնյաները։